Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվրոպական միությունը ցանկանում է Հայաստանի հետ խորացնել քաղաքական երկխոսությունը տարբեր ոլորտներում, այդ թվում անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում։ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Նա մատնանշել է, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Հայաստանի կողմից նկատվում է կապերը խորացնելու ուղղությամբ ուժեղ հանձնառություն եւ որ տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը զգալիորեն ավելացել է։ Մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, հա թե ինչու ենք ուզում վարչապետին հրավիրել այսօր այստեղ։ Սա ընդհանրապես առաջին քայլն է այս մեր մանդատի շրջանակում, մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, նաև Եվրամիություն Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին, Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ։ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով Եվրամիության հետ ռազմատեխնիկական համագործակցությանը շեշտել է, որ բանակը Հայաստանի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք։ Մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցում ենք Եվրամիության երկրների հետ։ Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում ունենք Ֆրանսիայի հետ։ Մենք նաև արդեն նշեցի, որ Եվրամիության քաղաքական ներողություն, խաղաղության գործիքի միջոցով արդեն 2 անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական միությունից եւ մենք ընդհանուր առմամբ համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում եւ վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը զեկույց է պատրաստել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման մասին։ Զեկույցում նշվում է, որ Արցախում եւ հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2020 եւ 23 թվականներին վերահսկողություն հաստատեց այդ տարածքների նկատմամբ։ Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները ցույց են տվել, որ 8 լիովին ավերված եւ 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում եկեղեցիներ, գերեզմանատներ եւ այլ կառույցներ։ Ըստ զեկույցի հայ բանտարկյալների հարազատները հայտնել են, որ նրանց թույլ չեն տալիս ունենալ օրինակ Աստվածաշունչ, սակայն Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին։ Հանձնաժողովը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը դիտարկել Ադրբեջանը հատուկ հսկողության ցուցակում, կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի կառավարական մարմինների նկատմամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ եւ շնորհակալություն հայտնել Իրանից Դաշնության քաղաքացիների տարհանման հարցում աջակցելու համար։ Կրեմլի տվյալներով Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները խոսել են ռազմական գործողությունների արագ դադարեցման եւ Մերձավոր Արևելքում հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանից Ադրբեջան տարհանված մարդկանց թիվը գերազանցել է 2000-ը, որոնց թվում 291 ռուսաստանցի։ Իրանի Բուշեր ատոմակայանից ռուսաստանցի աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների տարհանման երկրորդ փուլն ավարտվել է այս գիշեր։ Հայաստանի տարածքով Ռուսաստան է ուղևորվում 150 մարդ։ Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի խոսքով այս պահին այնտեղ մնացել է շուրջ 450 մարդ, նրանք, ովքեր օբյեկտիվ պատճառներով դեռևս չեն կարող լքել կայանը։ Լիխաչովը տարհանումն իրականացնելու համար շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կառույցներին, ինչպես նաև Իրանի եւ Հայաստանի ղեկավարությանը։ Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել եւս 32 քաղաքացի։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ բացի մեր երկրի քաղաքներից, դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաև այլ երկրների քաղաքացիներ բնակության երկիր վերադառնալու նպատակով։ Ընդհանուր առմամբ մարտի 4-ից 10-ի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական դեսպանության եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության դեպի Մասկատ կազմակերպած թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է Հայաստանի 253 քաղաքացի։ Մարտի 10-ի տվյալներով Արաբական Միացյալ Էմիրություններում է գտնվում շուրջ 40 Հայաստանի քաղաքացի, ներառյալ 14 ուսանող։
Աստանա-Երևան ուղիղ չվերթեր կլինեն։ Շիրակ Ավյան հայտարարել է Հայաստանի եւ Ղազախստանի մայրաքաղաքները կապող նոր ուղիղ չվերթի մասին, որը կիրականացվի ամեն երկուշաբթի, սկսած ապրիլի 20-ից։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր Երևանից դեպի Կալինինգրադ 2026-ի ապրիլի 23-ից մինչև սեպտեմբերի 24-ը։ Այսքան այժմին կհանդիպենք մեր ամփոփիչ թողարկմանը ժամը 19-ին։